ընդդիմությունը հայտարարեց, որ սկանդալային ավարտ ունեցավ Դիմեսի այցը, քանի որ իր սոցիալական ցանցերից մեկում տեղադրել էր թե լուսանկարները եւ թե գրել ցեղասպանություն բառով որոշակի հայտարարություն, որից հետո դրանք ջնջվել են։ Սա ինչի մասին է խոսում։ Գիտեք, ես լավ Ինչու հենց թիրախավորեցին եւ ինչու սա կատարվեց։ Իրազեկված չեմ, բայց իրազեկվան ասեմ։ Այն ինչ որ համացանցում բանի, չէ, գրասենյակը բան է տարածել։ Բանի փոխնախագահի բացատրություն է տվել, թե ինչ է կատարվել։ Չուրիմացիան հետ է կապում, բայց այդպես է, հիմա ճիշտ է սխալ է, հարցի մասն է։ Հիմա ես Եվ ինչու մենակ գնաց, ասում են ոչ մի պաշտոնյա նրան ճիշտ ասած, դա միջպետական փոխհարաբերությունների ոլորտ է, ինքը նեղացած չի գնացել, հավանաբար պրոտոկոլ է, չգիտեմ դա։ Ես որովհետև չեմ տիրապետում դրան, այնտեղ ցեղասպանության տուն-թանգարանի մտել էր այնտեղ բավականին ծանոթացել։ Տնօրենն եղել, տնօրենուհին եղել է։ Εμείς որ դրա համար ողբերգություն սարքել պետք չի, բարձ էստեղ ուրիշին չէ գնում։ Գնում է Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան հարաբերությունների կանոնավորման մի գործընթաց, որը ես ձեզ ասել եմ, մենք հարկադրաբար ենք գնացել, նրանք էլ են ուրիշ բանով, մենք էլ պարտված եւ անան։ Հիմա այս պայմանում ես ուրեմն դուք ասում եք ընդդիմություն, ես առաջարկում եմ Հաչյանը հերիք այդ բառը, ռևանշիստները, ռուսական սեգմենտ ամեն ինչ անում է, որովհետեւ ուրեմն այդ գործընթացը փչացնի։ Այդ քարոզչությունը դրա բանի մեջ։ Հիմա անկեղծ է թե կեղծ, ճիշտ ասած չգիտեմ, ես վեսի փոխարեն կամ հասարակ իշխանության փոխարեն միշտ լսել եք չեմ ուզում խոսել, չեմ ուզում մեկնամանել։ Հիմա բայց ուրեմն տեխնոլոգիա, հա, այս ինչ որ դրոններ, պաշտպանական միջոցներ, այս մարդկանց համար սա մահացու է։ Հայաստանը դառնում է պետություն։ Մազից կախվում են, սկսում են, բակի չէ մնացել գույներ կնեն։ Ասենք գաճաճ մեկը նստում գեղեցկությունը քննում է։ Խայտարակությունն էլի, հասկանում ոնց է։ Դժվարանում եմ ասեմ, այստեղ բայց մի ուրիշ բան կա, որ ընդհանրապես մենք պետք է անենք հայերս, որպես պետություն եւ որպես ազգ։ Ուրեմն մեր շուրջ կոորդինատները անվտանգության, երկրաքաղաքական, գեոստրատեգիական փոխվել է, արմատապես փոխվել է։ Մենք պետք է մի հատ շունչ քաշենք հիմա ժամանակ արդեն, այդ բոլոր կոնցեպցիաները վերանայել, ոչ թե հրաժարվել, չհրաժարվել։ Ցեղասպանություն, ինչպես պիտի շարունակել պայքարը նոր պայմաններում։ Ասենք Նախիջևան ես հարց ասեցի, չէ՞, պրոտեկտորատի հարց եւ այլն։ Այս հարցը պիտի եւ այսպես ամբողջը պիտի վերանայվի, որտեղ մենք հայտնվել ենք բոլորովին այդ իրականության մեջ, մեր պետականությամբ եւ կայացող պետականությամբ, կայացող ակնհայտ է։ Միջազգային հարաբերությունների նոր կոորդինատի մեջ հայտնված պետություն, որտեղ Մակրոնն է, որտեղ ասենք բանը Թրամփն է, որտեղ Հնդկաստանի վարչապետը, դուք պատկերացնում եք այս գեղեցիներին։ Մի անգամ բան Գույբիշևի մարզի գուբերնատոր էին ճարել, վերել էին ռեկլամ, խայտարակություններ, ես այդ ժամանակ ասել եմ, ծերրեք առել ձեզ, բանը, Գույբիշևի, հեն այդ Գույբիշևը ամերիկյան, ինչ ասեմ, գլնդելի կեսի արժեքներ չունի, այդ ամբողջը։ Ուզում եմ ասել, ես նաև գավառամետությունը մեր միջից պետք է հանենք, մենք պետական մեծ թռչկել, վեց ինչից է խոսում, խոսում է Աստվածաշնչից, խոսում է Հայաստանի Աստվածաշնչյան արարում է, այս գեղցիկ կագեբեի են կրբանները դրած ինչ-որ բաներից, են մեկն էլ եկել է, մեկ կոլխոզի բրիկատիր, խոպանջիներն եկել են, մի մեծ խոպանջի, մանր խոպանջիներով ուզում են իշխանություն վերցնեն, եւ այլն, այս խայտարակություն է, բայց դա խայտարակություն ունի բացատրություն, մենք տրանզիտ ենք ապրում, ոչ միայն ներքին իմաստով, այլ նաև համաշխարհային քաղաքականության մեջ, եւ շատ վտանգավոր վիճակ է աշխարհում, մեր համար չի մենակ, մի հատ գլուխներս լավ կծռենք, այն ժամանակ կիմանան ինչ, իհարկե իրենք այն ժամանակ իրենց Ամերիկա փախնելն է չի փրկի, հոց նրանք Ռուսաստան չեն փախնելու, Ռուսաստանի ցավով տառապողներ, այդ բոլոր ռուսների համար են անում, երբ պարտավորություն ունեն, բայց կարծում եմ, որ կնացածը կգրնեմ։
Հիմա մենք պետք է աշխատենք այդ բոլորը անենք եւ գլխավորը որ ասել եմ այն որ մենք ես ոչ ոգևորված եմ ասեմ ոչ էլ հուսահատված ինչ իմաստով ես նույնիսկ 95 թվականի նոյեմբերին Գոլես Արմենի թերթում մեծ հոդված ունեմ գրած դոկտրինը ravnavesya հավասարակշռության դոկտրին իմ աչքի առաջ ակադեմիական իմ հետազոտությունը ժամանակին որ Համլետ Գևորգյան ակադեմիկոս կար նրա հետ քննարկումնով իմ աչքի առաջ կենթանություն է դառնում որտեղ ես ասել եմ Ամերիկայի հետ շատ արագ պիտի հնարավոր տարիները հիմա այդ իրականությունը դառել է մենք պետք է տեսնենք ինչպես ռեալիզացնենք այս բոլոր արժանապատվորեն Ռուսաստանը դրա մեջ տեղ ունենա թե չէ կապրի ունենա չի ապրի իր գործն է ուզում է թող ապրի ուզում է չէ ուզում եմ ասել այս հարցերը կլինի եւ մենք շատ նաեւ պատմագիտության հարցերը պետք է վերանայենք մի հարց ունենք մենք մինչեւ Ռուսաստանի խաղացած դերը մեր ժողովրդի եւ ցեղասպանության հարցի մեջ չէ արժևորենք չգտնենք իրական պատկերը մենք ոչ մի հարց ճիշտ չենք լուծելու Ինքը սադրիչ պետություն է, ցեղասպանության, ինչպես սադրեց Արցախի հայության տեղանությունը։ Երևի թե վստահ եմ որ կանեմ, բայց թե ասեմ էլի, կառավարությունը պետք է լրջագույն հանձնախմբեր աշխատեցնի, հավաքի իսկական, ոչ թե տիտղոսագիր, նաև տիտղոսագիր, տաղանդավոր հայության աշխարհում եք, ինչպես ռեալիզացնել այս բոլորը, որոնք պիտի ռեալիզացվեն։ Կրկնեմ, որ մենք չունենք ոչ այդ համագարտակի ինստիտուտներ, ոչ համալսարաններ, որ սպասարկենք շատ արագ, դրանք վերակառուցել է պետք, նաև քաղաքագիտական միտք արդեն Կիկոսի մահից ազատելը, չեղածի վրա ողջ սարքել եւ մեռնել է դրա համար։ Պարոն Շիրինյան, հանրությունը սպասում է հույսով է, որ Դիվենսը Բաքվում Ալիևին կհիշեցնի մեր ռազմագերիների եւ մեր տղաների մասին։ Ինքն էլ ասեց, ինչ ձեր կարծիքով տեսեք իշխանությունը ինչ եղել է հարցում միշտ ասել եկեք այդ հարցը չկրնենք։ Հիմա առաջ չէին խոսում, հիմա ասում են Չէ որ մենք այդ հարցը միշտ քննում ենք։ Միշտ օրակարգում։ Բայց այստեղ մի հարց կա։ Պուտինը հանձնել է Ամերիկայից ուզում են։ Եվ Հայաստանի իշխանություն անկախ չի է։ Նրանք պետք է կան հարցաքննվեն։ Ինչ եղել։ Միլիարդավոր դոլարի զենքը ոնց է հանձնվել, ինչու է ժողովուրդը տեղահանվել։ Այդ հնարավոր չէր ավել լավ կապաշտ, չէ թե սրանք է։ Բա ոնց են ուզում ապակա։ Ամեն մարդ իր արածի պատասխանը պետք է տա։ Բայց թե մարդը ասեց էլի վերեք այդ հարցը շատ չքննենք։ Հիմա որ քննենք իմ ասելով Ալիևը կտա կամ չի տա։ Դրա համար ոնց ասեմ, 8-ի հարցը ուրիշ է, մեր ռազմագերիներն ուրիշ են, կամ պատանդառուներ եւ այլն։ Նրանք ուրիշ հարցեր են։ Նա Պուտինն է հանձնել։ Ռուսը Եվ Հայաստանը կմասնակցի փաստորեն խաղաղության խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը ընդունել է հրավերը։ Ընկերություն է, բայց ընդդիմությունը այստեղ մի թեթև ակնարկ է անում, որ նորից ընդդիմություն ռևանշիստներ, ինչպես դուք եք ասում են Նիկոլ Փաշինյանը այդքան վստահ է, որ ինքը լինելու է վարչապետ եւ ինքը պետք է գնա այդ հրավերն էլ ինքն ընդունում։ Այո, վարչապետ են լինելու, մենք ենք լինելու եւ մի քանի այլ կուսակցություններ։ Իրենք չեն լինելու, լինելու են այնպես ինչպես կան խորհրդարանում, գորոտ, ճճոց, փողի դռիվ, թաքցնել եւ այլն։ Կուսակցություն կավան, տեսնում եք, կուլակաթափ են անում։ Այսինքն ոչ որոշում կայացնողներ։ Իհարկե, չեն կարող։ Այս կանից հետո ինչ եք ուզում։ Այսինքն ինչ ալնի մենք, մեր այն վիճակից, որ մենք այս վիճակից դուրս եկանք։ Դրա համար նաև իմ համագիրները դուք պետք է աշխատեք որ քրիստոնյա ժողովրդահարական կուսակցություն լինի խորհրդարանում